Ինչ խոչընդոտների են բախվում կանայք Հայաստանի զինված ուժերում ծառայելիս, ինչու են կարծրատիպերը շարունակում խանգարել նրանց ներգրավվածությանը պաշտպանության և անվտանգության համակարգերում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ կանայք կառույցի հետ համատեղ բարձր մակարդակի համաժողով է կազմակերպել Հայաստանում։ Զինված ուժերում կանանց ներգրավումը և նրանց համար հավասար հնարավորությունների երաշխավորումը պետք է առաջնահերթ դերակատարություն ունենա, որովհետև հնարավոր չէ պատկերացնել անվտանգության և պաշտպանության արդյունավետ համակարգ առանց հավասար ներգրավվածության, արդյունքում նաև առանց կանանց ներգրավման։ Պաշտպանն ընդգծում է կարևոր է, որպեսզի կանայք դերակատարություն ունենան հենց որոշումների ընդունման գործընթացում։ Այդ առումով պետք է նշեմ, որ Հայաստանում միանշանակ իրավիճակը դեռևս շարունակում է զարգացման կարիք ունենալ, որովհետև մենք կարելի է ասել, որ գրեթե չունենք կանայք այս ոլորտում, հատկապես զինված ուժերում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված և իրապես առանցքային է, որպեսզի մենք այս ուղղությամբ պատշաճ քայլեր ձեռնարկենք և կարողանանք ի վերջո հասնել կանանց հավասար մասնակցությանը, այդ թվում նշված ոլորտի որոշումների կայացման գործընթացներում։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը ևս Հայաստանում է։ Նա համակարգում է նաև Հայաստանի և Ադրբեջանի գրասենյակների գործունեությունը։ Վինիկովի խոսքով Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը ճիշտ ժամանակին է, քանի որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի կանայք խաղաղություն և անվտանգություն բանաձևի 25-ամյակը։ Այս համաժողովը հատկապես նվիրված է կանանց լիարժեք մասնակցությանն անվտանգության, խաղաղության ու պաշտպանության հարցերին։ Մեր կարծիքով արդյունավետ պաշտպանության ու անվտանգության երաշխիքը հենց դա է։ Այսօր մենք կխոսենք ինչպես Հայաստանում կանանց ներգրավվածության գործառույթների, այնպես էլ միջազգային փորձառության մասին։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի կանայք ամբողջությամբ ներգրավված լինեն խաղաղության, անվտանգության և ապահովության հարցերում, ասում է առաջին անգամ Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչը։ Մենք կխոսենք այն մասին, թե Հայաստանը ինչ ջանքեր է գործադրում ինտեգրելու կանանց մասնակից լինել զինված ուժերում և այլ ուժային կառույցներում, ինչպես նաև կխոսենք միջազգային լավագույն փորձի մասին։ Չնայած կանանց մասնակցությունը տարբեր երկրների զինված ուժերում աճում է, շարունակում են լինել որոշակի խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս օգտագործել կանանց ամբողջ ներուժը։ Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես զինված ուժերում, ընդգծում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Չնայած զգալի առաջընթացի մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես ղեկավար պաշտոններում։ Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից։ Գրիգորյանի խոսքով կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում ամրապնդում է երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում 18-ից 27 տարեկան կանայք կամավոր հիմունքներով կարող են զինվորական ծառայության անցնել։ Ծառայությունը 6 ամսյա է, հաջողությամբ ավարտելու դեպքում կանայք 1 միլիոն դրամ պատվո վճար են ստանում։